Պարոն Առաքելյան, ստացվում է, որ նախորդ կառավարության օրոք ինչ-որ անարդյունավետ պոակներ են եղել, անարդյունավետ ծախսեր են եղել բյուջեից, ինչ կարող եք արձանագրել։ Չեմ կարող ասել, դա համապատասխան մարդկանց դիմեք, թե անարդյունավետ է եղել, թե չէ չեմ կարող ասել։ Այսօր դիրքորոշումը դա է, որ կարելի է ավելի արդյունավետ դարձնել, թե դե ինչ ժամանակ ոնց է եղել, չեմ կարող ասել անարդյունավետ է եղել։ Իսկ այդ համակարգում նման ակտիվներ շատ կան։ Լիցենզիայի վարչությունն է, որը ենթադրում է, որ նորից պետք է կենտրոնացնել, նորից բարձրացնելու եւ հեշտացնելու համար գործառույթները։ Ու վերջ, երևի թե այդ երկուսն էլ որ կարելի է կենտրոնացնել։ Դա էլ է կենտրոն։ Ինձ թվում է, հա, կամաց դա կենտրոն։ Դեռ քանի աշխատող կա։ Դեռ 3։ Պարոն Առաքելյան, մեկ էլ ինչ կարող եք վերջի տեղեկություններ ասել խաղողի մթերման գումարների վճարման առումով, ինչ վիճակ է ընդհանուր ստացվել եւ ինչ որ Կամաց վճարվում է, որոշ ընկերությունների հետ պայմանավորություն կա իրանց հումքի իրացման, ինքնարժեքից ցածր իմիջիալից գնով եկել են այդ համաձայնության, որպեսզի պարտքերը մարեն։ Ուղղակի դա ժամանակ է պահանջում, որպեսզի իրացվի եւ պարտքերը մարեն։ Այսօր քանի տոկոս է մարված գյուղացիների պարտքի եւ երկու վերջնաժամկետ սահմանված։ Մոտ 500 միլիոն է գումարը կազմում այսօրվա օրով կամ երեկվա դրությամբ։ Վերջնաժամկետ չկա, process-ը սկսվել է, մենք աշխատում ենք եւ բանկի հետ, որպեսզի ֆակտորինգային համակարգ ներդնենք եւ գումարը ավելի շուտ գյուղացին ստանա, քան սպիրտ իրացնողը, հա, ոնց որ վարկավորում անենք, որպեսզի շուտ գումարը գա։ Հիմա բայց այդ ամեն ինչը պետք է իհարկե բանկ, գնորդ, իրացնող եւ գյուղացի բոլոր այդ շղթան ամբողջը կապենք։ Հիմա դրա ընկերությունների մոտ դեռ ճգնաժամը շարունակվում, ապրանքը չի իրացվում, պարոն Առաքելյան, հա, դեռ կա այդ խնդիրներ կա, այո, շատերի մոտ այդ խնդիրներ կա։ Իսկ կարտոֆիլի իրացման հետ կապված, մթերման հետ կապված խնդիրներին առաջացնում մատակա։ Այն խնդիր չկա, դա քննարկվել է երեք ազգային ժողովում էլ քննարկվում է, դուք գիտեք արդեն պատասխանները։ Հնարավոր է մեխանիզմներ ստեղծել, որ հենց յուղացին մատակարարի պաշտպանության։ Այո, դրա մասին հայտարարեց պաշտպանության նախարարին հայտարարեց։ Պարոն Առաքելյան, կան արդեն կազմակերպություններ, որ համաձայնվել են ֆակտորինգ իրականացնել։ Ագբա բանկը համաձայնվել է, ուղղակի այնտեղ պետք է համապատասխան վստահելի ընկերություններ լինեն, որպեսզի ինքը կարողանա։ Ես ենթադրում եմ, որ այդ ընկերությունները վստահելին է, որը որ մենք առաջարկել եք Ագբա բանկին, իրենք քննարկում են։ 500 միլիոնի մասով պատրաստ է ԱԳԲ-ը։ Այն ընկերությունը, որը որ սպիրտ է իրացնում եւ սպիրտ է գնում, այդտեղ է ֆակտորինգ։ Այն մնացածը խոսք են տվել իրանց միջոցներից վճարեն։ Նախարար տեսեք բոլոր դեպքերում այս տեսչության հետ կապված հարցեր ասում, դուք ընթացքում փորձեցիք միջոցներ վարչապետին ներկայացնել։ Ես չեմ ասում եմ, ավարտեն, սպասեցիք ավարտեց, հետո նոր ծննդի հասցիք, ասեցիք բոլոր դեպքերում ես ունեմ դուք տեղյակ չեք, որ օրինակ վարչապետը կառավարության Տեղյակ եմ, դա բազմիցս որոշում են կայացնում, վերջում ստացած կառավարության նիստում եք դուք տեղեկանում եք։ Դա բազմիցս քննարկվել է։ Ես տեղյակ եմ, որ դա պետք է լինի օպտիմիզացիան, միջամտելու հարցը զուտ պրոցեդուրաներ կա, որը ես դեռ չեմ իմանում, երբ կարելի է խոսել կամ չխոսել։ Տեղյակ չեք լինի։ Իհարկե տեղյակ եմ, որ դա պետք է լինի։ Կոնկրետ հենց այդ։ Այո, եւ տեսչությունը եւ լիցենզիան վարչությունը, ես տեղյակ եմ, որ պետք է լինի։ Պարոն նախարար, մի այսպիսի հարց է, կառավարության նոր կազմում կան որոշ նախարարներ, որոնք հանրապետական չեն եւ կուսակցական չեն ընդհանրապես։ Ըստ էության այս նոր կառավարությունը, հատկապես ձեր եւ տեխնոկրատ, հա, արդեն հռչակված նախարարները համարվում են փորձում են բարեփոխիչ զարգել եւ ըստ էության դա, չգիտեմ, ավելի շատ հանրապետականին դեմքը ավելի վարկանիշը բարձրացնելու նպատակով ձեզ չի մտահոգում, որ դուք կարող եք լինել գործիք հանրապետականի վերարտադրվելու համար։ Ինչ երկար հարց տվեցիք։ Ես միտքը կորցրեցի ձեր հարցի։ Ես միտքը ձեր հարցի կորցրեցի, բայց ասենց ասեմ, գործիքը ես չեմ կարող ասել գործիք թե ոչ, բայց այսօր շղթա է գործում։ Այո, ամեն մեկը գործիք է այդ շղթայի մեջ, որպեսզի զարգանա այդ շղթան։ Եթե ես ձեր հարցին պատասխանեցի։ Տնտեսությունը, գյուղատնտեսությունը եւ բոլոր ոլորտները, բոլորը գործիք են ըստ։ Նպատակը հանրապետականների վերարտադրվելն է, հա, որ այս կառավարությունը անի ամեն ինչ, որպեսզի որոշ բարեփոխումներ լինեն։ Ինչ չէ։ Ինձ մի տվեք այդ հարցը, որտեղ չեմ հասկանում այդ հարցը։ Ձեր ուսերին չէ որ դրված է այդ բարեփոխելու։ Հա, բայց ինչ կապ ունի ձեր հարցը։ Ձեր հնարավոր արդյունավետ աշխատելու դեպքում։ Այո։
աշխատել։ Հանրապետականի Ինչ վատ բան կա, դրա մեջ վատ բան կա։ Դրա մեջ վատ բան կա։ Եթե հանրապետականը ուզում է որ ինչ-որ բան զարգանա, դրա մեջ վատ բան կա։ Ստանա պատասխանեցի։ Հնարավոր է, եթե առաջարկ լինի, եթե դա կնպաստի աշխատանքի արդյունավետությանը։ կարող ենք ձևակերպել, ինչ կլասում եք առաջ։